Ողջույն, այս հաղորդմանը կանդրադառնանք երկու թեմայի։ Առաջինը վերաբերվում է էներգակիրների շուկայում որոշ զարգացումների, դրանց հնարավոր ազդեցությանը Հայաստանի և տարածաշրջանի վրա։ Երկրորդը վերաբերվում է վերջին մի քանի շաբաթների ընթացքում Թուրքիայում Էրդողանի ռեժիմի դեմ մեծ ընդվզմանը։ Այս շաբաթ, ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մի քանի օր առաջ հայտարարված զանգվածային մաքսատուրքերի, էներգակիրների, նավթի և բնական գազի գների կտրուկ անկում է գրանցվել։ Դա պայմանավորված է նրանով, որ ըստ էության ամբողջ աշխարհում ֆինանսական շուկաների խաղացողները կարծում են, որ այս մաքսատուրքերը կհանգեցնեն համաշխարհային ռեցեսիայի, իսկ համաշխարհային ռեցեսիան, որն այս պահին շատ հավանական է, կհանգեցնի էներգակիրների գների իջեցման։ Ակնհայտ է, որ անկման այլ պատճառներ կան։ Պատճառներից մեկն այն է, որ OPEC-ը և OPEC+-ը, որն իրականում Ադրբեջանի, Ղազախստանի և Ռուսաստանի նման երկրների կոնգլոմերատն է, արհեստականորեն ցածր մակարդակի վրա են պահել նավթի արդյունահանումը գները բարձր պահելու համար։ Դա փաստացի փոխվում է։ Նրանք իրականում մեծացնում են արդյունահանվող նավթի ծավալները, թույլ են տալիս, որ ավելի շատ նավթ դուրս գա շուկա։ Եվ կարող է ստացվել այնպես, որ ականատես լինենք նավթի նվազեցմանը։ Հիմնականում պայմանավորված Չինաստանից պահանջարկի դադարեցմամբ, երկիրն, որն իրականում մեծ ծավալով և արագ անցնում է էլեկտրական մեքենաների։ Այս ամենը ի դեպ տեղի է ունենում այն ժամանակ, երբ մենք թևակողում ենք մի փուլ, երբ բնական գազի ավելցուկ է լինելու։ Այդ դեպքում, հավանաբար, երկարաժամկետ հեռանկարում բնական գազի գինը ցածր կլինի։ Եվ եթե նայենք մեր ունեցած գծապատկերներին, կտեսնենք, որ հսկայական ծավալի բնական գազ է արդյունահանվում տարբեր նախագծերի շրջանակում։ Այս աղյուսակը Միացյալ Նահանգներին է վերաբերվում, մինչդեռ մենք գիտենք, որ կան բազմաթիվ նախագծեր Քաթարում, Ավստրալիայում և այլ երկրներում։ Հատկապես Քաթարում արդյունահանվող գազի ծավալն այնքան մեծ է, որ կապահովի Գերմանիային անհրաժեշտ բնական գազի 40%-ը։ Այս ամենի պատճառը ռուսական գազի կախվածությունից ազատվելու հիմնականում եվրոպական երկրների գործադրած մեծ ջանքերն են։ Արդյունքում 2022 թվականից ի վեր սկսվեց գազի արդյունահանման աճի այս հսկայական փոփոխությունն ամբողջ աշխարհում։ Մենք գնում ենք մի իրավիճակի, երբ երկարաժամկետ կտրվածքով շուկայում բնական գազի ավելցուկ կունենանք։ Հիմա կհարցնեք, ինչ ազդեցություն կունենա նավթի և ընդհանուր առմամբ էներգակիրների գների այս անկումը Հայաստանի վրա։ Իրականում այն մեծ ազդեցություն կունենա, հաշվի առնելով փաստը, որ էներգակիրներ ներկրող երկիր ենք։ Դա իրականում կնվազեցնի մեր առևտրային դեֆիցիտը այլ երկրների հետ։ Նավթի գների անկումը կազդի շատ շուկաների վրա, ուր մենք արտահանում ենք։ Հիմնականում Ռուսաստան, բայց նաև Մերձավոր Արևելքի որոշ երկրներ, որոնք փաստացի ավելի քիչ ռեսուրսներ կունենան մեր արտադրանքը գնելու համար։ Ուշագրավ է, որ նավթի գների նվազումը կարող է փաստացի վերջ տալ ուկրաինական պատերազմին, քանի որ պարոն Պուտինի համար դա շատ ավելի կդժվարացնի պատերազմը շարունակելը։ Այսպիսով, Դոնալդ Թրամփը կարող է իրականում ավարտել պատերազմը ոչ թե բանակցությունների, այլ ռուսական տնտեսության ոչնչացման միջոցով։ Էներգակիրների ցածր գների բացասական ազդեցություններից մեկն այն է, որ այն ավելի քիչ հավանական է դարձնում անցումը վերականգնվող էներգիայի աղբյուրներին, քանի որ երբ էներգակիրների գները ցածր են, վերականգնող էներգիայի աղբյուրները դրա կողքին թանկ են։ Ուստի դրանք դառնում են ավելի քիչ տնտեսող այն ժամանակ, երբ մենք իրականում պետք է ագրեսիվ շարժվենք դեպի վերականգնվող աղբյուրներ, թե տնտեսական, թե անվտանգության նկատառումներով։ Բայց անկեղծ ասած, այս բոլոր ազդեցությունները, որոնք ես նշեցի, պակաս կարևոր են անվտանգության համեմատ, հատկապես երբ դա վերաբերվում է մեր հարևան երկրին։ Իրականում, Բաքվի վարչակարգը, որպեսզի կարողանա ամբողջությամբ ֆինանսավորել իր պետական բյուջեն, նավթը պետք է վաճառի 1 բարելի դիմաց մոտ 70-80 դոլարով, կախված տվյալ տարվանից։ Եթե նավթի գներն իջնեն այդ մակարդակից, նրանք ստիպված կլինեն կամ կրճատել ծախսերը, կամ սկսել ծախսել իրենց պետական պահուստները, որոնք ըստ տարբեր գնահատականների կարող են ծածկել ընդամենը մոտ 2-3 տարվա պետական ծախսերը, կախված նրանից, թե ում տվյալներին ենք վստահում։ Երկարաժամկետ հեռանկարում էներգակիրների ցածր գները գրեթե անկասկած հանգեցնելու են Ադրբեջանի ազգային արժույթի մանաթի արժեզրկմանը։ Սա կանխատեսել է Ադրբեջանի ամենահայտնի տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն, որը ներկայում բանտարկված է Բաքվում։ Երկրներում, որոնց կախվածությունը մեծ է մեկ ապրանքի արտահանումից, օրինակ նավթի կամ գազի, ազգային արժույթի արժեքը սերտորեն կապված է այդ արտահանման գնի հետ։ Այսպիսով, երբ էներգակիրների գները նվազում են, արժույթը հակված է թուլանալու, եւ երբ արժույթն արժեզրկվում է, դա սովորաբար հանգեցնում է ցածր կենսամակարդակի եւ հաճախ քաղաքական անկայունության պատճառ է դառնում։ Վերջին տասնամյակում նավթի ցածր գները հաճախ կապված են եղել Հայաստանի եւ հայերի դեմ Ադրբեջանի ոտնձգությունների աճի հետ։ Մենք դա
տեսանք 2016-ին եւ կրկին 2020-ին, կոവിഡ്ի ճգնաժամից եւ էներգիայի գների հետագա անկումից հետո։ Թեև նավթի ցածր գները ագրեսիա ծնող միակ գործոնը չեն, բայց դրանք ագրեսիան ավելի հավանական են դարձնում։ Բացի այդ, Ադրբեջանի եւ Եվրոմիության գազային գործարքը, որը շատ գովաբանվեց 2022 թվականին, հավանաբար մեռած է, քանի որ այն տնտեսապես արդյունավետ չէ։ Եվ նրանք ակնկալում են, որ Եմեն կվճարի այդ գազի համար, որը գոյություն չունի կամ չափազանց թանկ է, որպեսզի շուկա դուրս գա։ Իսկ ինչու է սա կարևոր։ Որովհետև այս պահին Եվրոմիության հետ միակ հաղթաթուղթը, որն ունեն ադրբեջանցիները, իրականում իրենց ենթադրյալ էներգետիկ ներուժն է, որն իրականում գոյություն չունի, եւ որքան արագ փլուզվի այդ նախագիծը, այնքան լավ։ Երկարաժամկետ կտրվածքով իրականությունն այն է, որ այս պահին մինչև 2030-2032 թվականները կլինեն վերջին տարիները, երբ Ադրբեջանը նավթ կարդյունահանի։ Ուստի հաջորդ մի քանի տարիների ընթացքում նավթի կայուն ցածր գները, որոնք կարևոր են այդ երկրում նավթի արդյունահանման տեսանկյունից, այդ երկրում կհանգեցնեն խնդիրների շատ ավելի արագ երևակմանը։ Ըստ էության, երկիրը մոտենում է երկու վճռորոշ պահի։ Առաջինը կլինի այն, երբ սպառվի նավթը, մոտավորապես հաջորդ 5-ից 7 տարիների ընթացքում։ Եվ երկրորդը, երբ ըստ էության, ի վերջո, կավարտվի այս տոտալիտար ռեժիմի իշխանությունը։ Այս երկու ժամկետներն ու իրադարձություններն իրականում սերտորեն կապված են միմյանց։ Վերջին տարիների ընթացքում նավթի կայուն նվազող գինը նշանակում է, որ վճռորոշ պահը տեղի կունենա ավելի արագ, քան մարդիկ ակնկալում են։ Կարճ ասած, երկարաժամկետ հեռանկարում ունենալ հարևան, որի տնտեսությունը կենսունակ չէ, կարող է ձեռնտու լինել մեզ, բայց կարճաժամկետ հեռանկարում դա ամեն ինչ ավելի վտանգավոր է դարձնում։ Այժմ անդրադառնանք մեծ ընդվզմանը Թուրքիայի նախագահ Էրդողանի դեմ, որին ականատես եղանք վերջին 3-4 շաբաթվա ընթացքում։ 2013 թվականին Գեզի այգու հայտնի բողոքի ցույցից հետո սրանք Թուրքիայում տեղի ունեցած ամենախոշոր ցույցերն էին։ Պատճառը Ստամբուլի մեծ ժողովրդավարություն վայելող քաղաքապետ Էքրիմ Իմամօղլուի ձերբակալությունն էր, ըստ էության շինծու մեղադրանքով։ Նրան մեղադրում են կոռուպցիայի համար, բայց իրականում նրան մեղադրանք է առաջադրվում, քանի որ հարցումների արդյունքներով փաստացի ավելի բարձր վարկանիշ ունի, քան պարոն Էրդողանը։ Երբ ես տեսա, թե ինչպես է նա հաղորդակցվում եւ ինչպիսի քաղաքական արձագանք է տալիս իր իսկ ձերբակալությանը, միանգամից պարզ դարձավ, թե ինչու է պարոն Էրդողանը ձերբակալել նրան, քանի որ նա հմուտ քաղաքական գործիչ է, ունի ֆոտոգենիկ կին եւ բարետես արտաքինով մայր։ Այդ իսկ պատճառով Իմամօղլուն մի տեսակ մղձավանջ է պարոն Էրդողանի համար, որի հետ ստիպված կլինի պայքարել ընտրություններում։ Նրա ձերբակալությունը զանգվածային ցույցերի պատճառ դարձավ ողջ երկրում, որոնք սկզբում գլխավորում էին ծայրահեղ ծախից մինչև ազգայնական աճ քաղաքական հայացքներ ունեցող երիտասարդներ։ Այս շարժումն իսկական է եւ համատարած է, հաշվի առնելով պետական ռեպրեսիվ եւ բռնի արձագանքը, բողոքի ցույց անողները եւ ոստիկանության հետ բախումների գնացողներն աներևակայելի խիզախ են, հատկապես որ իրենց պայքարը մղում են ոչ ժողովրդավարական երկրում։ Այս ամենը վերլուծելիս մեծ մտահոգություն կա այսպես կոչված սպիտակ թուրքերի, ստամբուլաբնակ, անգլախոս, ավելի ազատական թուրքերի շրջանում։ Այս մարդիկ իրոք լավ ընկերներ են։ Նրանք իրենց թուրք արևմտամետ դաշնակիցների հետ մշտապես ցանկանում են, որ մենք հավատանք, թե յուրաքանչյուր թուրք հոգու խորքում շվեդ է, որը հարմար առիթի է սպասում իրեն դրսևորելու։ Նրանք պնդում են, որ Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունը գուժում է թուրքական ժողովրդավարության վերջը։ Սա հիշեցնում է պարոն Գանդիի հետ հայտնի զրույցը, երբ նրան հարցնում են, թե ինչ է մտածում արևմտյան քաղաքակրթության մասին։ Պատասխանում է. կարծում եմ, որ դա լավ գաղափար է։ Նույնը կարելի է ասել թուրքական ժողովրդավարության մասին, որն իրականում երբեք փաստացի գոյություն չի ունեցել։ Եթե ժողովրդավարությունը համարում ենք ավելին քան պարզապես քվեարկությունը, ինչպես այն պետք է լինի, ապա այն ներառում է օրենքի գերակայություն, արդար դատական համակարգ, խոսքի ազատություն եւ բոլոր քաղաքացիների հավասար իրավունքներ։ Այս սկզբունքները երբեք ամբողջությամբ չեն իրականացվել Թուրքիայի Հանրապետությունում։ Վերջին 10 տարիների ընթացքում պարոն Էրդողանը տասնյակ քուրդ քաղաքական գործիչների հեռացրեց կամ ձերբակալեց։ Նրանցից շատերին բանտարկեց արևելյան Թուրքիայում, արևմտյան Հայաստանում եւ նույնն արեց երկրի շատ այլ առաջադեմ քաղաքական գործիչների հետ։ Եվ ցույցի դուրս եկած այս մարդկանցից գրեթե ոչ ոք երբևէ որևէ բառ չասեց նրանց մասին։ Դա ասելով էլ գիտենք, որ շատ դժվար է չհամակրել հատկապես երիտասարդներին, որոնք պայքարում են Անկարայի ռեժիմի դեմ, քանի որ նրանցից շատերը թերևս ցանկանում են նորմալ ժողովրդավարական երկիր ունենալ։ Այնուամենայնիվ, մենք պետք է միանգամայն իրատես լինենք այս հարցում։ Թուրքիայի բնակչության միայն 15-ից 20%-ն է իսկապես պաշտպանում կամ ցանկանում գործող իրական ժողովրդավարություն։ Եվ պարոն Էրդողանը ամենայն հավանականությամբ կհաղթի այս պայքարում եւ կկործանի Թուրքիայում ժողովրդավարության վերջին հետքը։ Եվ այն
կվերածի իրական, իսկական արևմտյան Ադրբեջանի։ Կարևոր է ընդունել, որ պատմականորեն Թուրքիայում բարեփոխումների բոլոր շարժումները երիտուրքերից մինչև պարոն Էրդողան, որն ի դեպ բարեփոխիչ էր իր իշխանության առաջին 10 տարիներին։ Ի վերջո, ձախողել են։ Պատճառը պարզ է։ Երբ ընտրության հնարավորություն է տրվում բոլոր քաղաքացիների հավասար իրավունքները երաշխավորող նորմալ ժողովրդավարական երկրի եւ ռեպրեսիվ ռեժիմի միջև, որը պատրաստ է ճնշել կամ նույնիսկ սպանել փոքրամասնությանը կամ օրվա թիրախային խմբին, Թուրքիայի բնակչության մեծամասնությունը հաճախ ընտրում է վերջին տարբերակը։ Այժմ սպիտակ թուրքերն ու քեմալականները հասկանում են, որ իրենք են հաջորդ թիրախը։ Ինչպես կասեին ֆրանսիացիները, շնորհակալություն այս շաբաթվա հաղորդումը դիտելու համար։ شوکانی